Օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգի նախագիծը, օրակարգը հաստատված է, հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն առաջին անգամ է մասնակցում կառավարության նիստին, պարոն Սիմոնյան, ողջունում եմ ձեզ եւ հաջողություններ եմ մաղթում։ Այժմ մենք անցնում ենք չզեկուցվող հարցերի քննարկմանը, չզեկուցվող հարցերի վերաբերյալ, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ չկան, դրվում է քվեարկության չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին հարցը, զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հարգելի գործընկերներ, զեկուցվող հարցով ներկայացնում եմ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Իհարկե ընդունված է, որ կառավարության ծրագիրը առավել մանրամասն քննարկում ենք ազգային ժողովի նիստում եւ բնականաբար ենթադրաբար մյուս շաբաթ տեղի ունեցող ազգային ժողովի նիստում ես եւ մեր գործընկերները հանդես կգանք մանրամասն զեկույցով կառավարության նիստի ձևաչափում ուզում եմ ընդգծել հետեւյալ առանձնահատկությունները կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով եւ շատ կարեւոր է արձանագրել որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Ճիշտ է այդ գաղափարախոսության այդ հայեցակարգի մասին 2024 թվականին ես խոսել եմ լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նաեւ կառավարող կուսակցության մշտական գործող մարմնի ղեկավար եւ բնականաբար կառավարությունն էլ եւ խորհրդանական մեծամասնության մեր գործընկերները կառավարող քաղաքական ուժի վարչությունը այդ գաղափարախոսությունը այդ հայեցակարգը կիսել են բայց իհարկե մենք այդ գաղափարը կիսել ենք նաեւ ժողովրդի հետ բայց ժողովուրդը արտահայտվելու արձագանքելու դե յուրե հնարավորություն չի ունեցել։ Դե ֆակտո մենք տեսել ենք, որ այդ գաղափարախոսությունը քայլ-քայլ արժանանում է ժողովրդի աջակցությանը։ Եվ բայց շատ կարևոր էր ընտրությունների արդյունքները այս տրամաբանությամբ եւ սա շատ էական եւ կարևոր հանգրվան է, որ մենք կարող ենք արձանագրել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև կառավարության ծրագրի նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք այս հասկացության մասին նույնպես խոսել ենք, այդ մասին մասնավորապես խոսվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը։ Ինչ գործնական առաքելություն եւ գործառույթ ունի պետությունը։ 3-րդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով
ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավակ եւ միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է եւ նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է Ղարաբաղյան շարժումից։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետեւ սա էական արձանագրում է, բայց նաեւ վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեությունը, ընդ որում մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր եւ առանձնահատուկ նրբություն։ Մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ դե այդ էջերի բովանդակություն դե պարզա եւ բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզա բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը։ Կարդանք, տեսնենք թե ինչ է գրված այդ էջերում։ Եվ այդ էջերի ընթերցումը եւ այդ էջերի հետ գործնական, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ եւ նաեւ ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ հակառակը։ Այս թեմային ես նախկինում շատ եմ անդրադարձել, բայց սա սկզբունքային կարևոր հարց է նաեւ 2021 թվականի ընտրությունները եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելու համար։ Էլի նոր բան ասած չեմ լինի, ասելով, որ 2021 թվականի ընտրություններին մենք մոտ գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր, կոտորակ, դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն եւ այլն։ Այն ինչ երրորդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ, բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը։ Իհարկե դա տեղի չի ունեցել մի օրում եւ մի անգամից, սա շատ կարեւոր է, որովհետեւ 2021 թվականի օգոստոսին ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը ես այս դրվագի մասին ասել եմ արձանագրելով, որ նախընտրական քարոզչությունը որպես կենթանի process իր հետ բերել է նոր բովանդակություն եւ արտահերտ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման օրակարգ խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է։ Միևնույն ժամանակ կառավարության նախորդ ծրագրում արձանագրված են եղել կետեր, այսինքն նախորդ ծրագիրը ինքը հիբրիդային ծրագիր է եղել։ Մի կողմից ինքը ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից հին բովանդակությունը նաև տեղ է գտել այդտեղ։ Այսօրվա առանձնահատկությունը ինչ է, որ կառավարության ծրագիրը
ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4 հանրապետության տեսլականի վրա եւ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում, բայց կա սրանից բխող մի շատ կարևոր արձանագրում, որը կապ ունի 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության հետ։ Մենք 2018 թվականին ժողովրդի հետ իրականացրինք հեղափոխություն իր շատ կոնկրետ օրակարգերով։ Բայց ճշմարտությունը այն է, որ 2018 թվականի կեսին մենք ստանձնեցինք Հայաստանի Հանրապետության կառավարումը, 2019-2020 թվականի մարտից մենք գտնվում ենք ըստ էության անընդհատ գտնվել ենք ճգնաժամային կառավարման վիճակում, նախ COVID-ի բերումով, երկրորդը արդեն պատերազմի եւ յետպատերազմական ներքաղաքական խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության մեր էներգիայի, ուշադրության եւ օրակարգի զգալի հատվածը, մեծ մասը նվիրված է եղել հենց ճգնաժամային կառավարման տրամաբանությանը, այդ ճգնաժամային կառավարման արտաքին եւ ներքին գործոնների հետ առնչվելով։ Եվ սա պատճառը, որ կամ պատճառներից հիմնականը, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրակարգը օբյեկտիվորեն հնարավոր չի եղել արժանացնել այն ծավալի ուշադրության, ինչ ծավալի ուշադրության ենթադրաբար մենք այն արժանացնում ենք 2018-2019 թվականներին։ Կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը եւ այս նոր միջավայրը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին։ Լավ լուրը այն է, որ ճգնաժամային կառավարման այդ ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը եւ ես հիմա ունեմ համոզվածություն եւ ընթացիկ process-ները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականon ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը։